Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, շաբաթվա վերջին աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Փետրվարին, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն այլևս Նիկոլ Փաշինյանի կինը չէ եւ հեռանում է կառավարական առանձնատներից, ամուսինները սկսեցին չհետևել միմյանց նաեւ Instagram-ում, ինչպես ասում են, ատպիսկա եղան։ Այնուհետև կարճ ժամանակ անց ընտրությունների շեմին Աննա Հակոբյանը կրկին հայտնվեց կառավարական ամառանոցում եւ լրագրողների հարցինի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալ է, որ Աննան եւս մեկ շանս է տվել իրեն ընտանիքը վերականգնելու։ Հետո տիկին Աննան անհետացավ ասպարեզից, նա քարոզարշավին չմասնակցեց, իսկ հունիսի 7-ից հետո, երբ որևէ տեղ չի երևացել ամուսնու հետ, որքան էլ տարօրինակ է 20 օրից ավել արձակուրդ վերցած սարերով ու ձորերով թափառող թատրոն սրճարան գնացող հեծանիվ վարող Նիկոլ Փաշինյանը ոչ միտեղ կնոջ հետ չերևաց, եւ պարզ չէ ի վերջո ընտանիքը վերամիավորվել է թե ոչ։ Միայն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով պետական բյուջեից ֆինանսավորմամբ Աննա Հակոբյանը մեկնեց Նյու Յորք առաջին տիկնանց եւ առաջին պարոնների ինչ-որ դասընթացի մասնակցելու։ Իսկ օրեր առաջ էլ սկսեց խոսել ընտանեկան բռնության մասին, կոչ անելով կանանց բարձրաձայնել այդ խնդիրները, պայքարել ընտանեկան բռնության դեմ, նաև օրենսդրական փոփոխություններ անել քրեական օրենսգրքում հատուկ ընտանեկան բռնության պատժի հոդված ներմուծելով։ Այդպիսի կարգավորումներ ընտրական օրենսգրքում կարծեք թե կան, համենայն դեպս քննարկվում էր, կամ առնվազն սա նախապատրաստական աշխատանք թե Ստամբուլյան կոնվենցիայի, Լազարոտեի կոնվենցիայի ընդունման, որը 2018-ից առաջ հանրապետական իշխանությունը բերել է Հայաստան եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է ընդունել ազգային ժողովում, այսինքն դա դարձնել վերպետական օրենք եւ ներպետական օրենքները այլևս պիտի բխեն նաեւ միջազգային այդ կոնվենցիաներից։ Մյուս կողմից մենք շաբաթներ առաջ գրել էինք այն մասին, որ բաժանված, միացած Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը կարծեք թե կրկին բաժանվել է եւ նման տեղեկություններ մենք ունենք եւ հրապարակի այս հոդվածն էլ գալիս է դա ապացուցելու։ Հետո ես կառաջարկեմ տիկին Աննա Հակոբյանին ամեն դեպքում այդքան չընկնել քրեական օրենսգրքի հետևից, որովհետեւ կարծում եթե ընտանեկան բռնության հոդվածը քրեականացվի, այդ դեպքում կարողա տիկին Հակոբյանը եւս այդ օրենքով անցնի, ինչ գիտեք, խեղճ Նիկոլ Փաշինյանի գլխին ինչ է գալիս։ Հրապարակ թերթը գրում է. Ահարոն Սահակյանի խորհրդարան գործուղվելուց հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Իշխանությունները հարմար թեկնածու չեն գտնում։ Գրել էինք, որ հնարավոր է Կոտայքից падգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվի մարզպետի պաշտոնում, որը Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրն է, բայց հետո ճամբարափոխ է եղել եւ անցել Ռոմանոս Պետրոսյանի կողմը։ Սակայն 3 մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ Փեսան Վասակ Վարդանյանն արդեն մարզպետական տրամադրությունների մեջ է, շրջում է նախկին մարզպետին սպասարկող ծառայական մեքենայով, աչուձախ հայտարարում, որ իրեն են մարզպետ նշանակելու, ինչն իշխանական մեր աղբյուրները չբացառեցին։ Դրանով կփորձեն շահել Սասունի սիրտը, որին նեղացրել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ չընտրելով։ Եթե հիշում եք, նախկին իշխանությունների ժամանակ այս քաղաքական թիմը հաճախ դժգոհում էր խնամի ծանոթ բարեկամ այդ ինստիտուտից, որ տարբեր պաշտոններում իշխանության այս կամ այն անդամ հետ փոխկապակցված մարդիկ են նշանակվում, բայց իրենք լիարժեքորեն ворթեգրել են այդ քաղաքականությունը եւ հիմա փաստորեն Կոտայքի մարզպետում Կոտայքի մարզից Սասուն Միքայելյանը կլինի падգամավոր, իր ընկերոջ կինը կլինի падգամավոր, իր որդին կլինի Հրազդանի քաղաքապետ, իսկ Փեսան կդառնա փաստորեն Կոտայքի մարզպետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ տևական ժամանակ է մուտք է գործել սպորտի աշխարհ եւ զբաղեցնում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, վաղուց էր աչք դրել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնի վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ 2004 թվականից ի վեր քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող Գագիկ Ծառուկյանն է։ Հրապարակը նախկինում գրել էր, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահ պաշտոնն իրենով անելու սցենարների շուրջ։
Նա այս տարեսկզբին հայտարարեց, որ Ծառուկյանը իրավունք չունի զբաղեցնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, քանի որ այս տարի լրանում է նրա 70 տարին։ Ի վերջո, ինչ է լինելու ՀԱՕԿ-ի հետ, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում չէ ու ասում են դժվար թե շուտ վերադառնա, աչքի առաջ ունենալով Ծառուկյանի հետ տեղի ունեցածը։ Նրան ուղիղ տեքստով ասել են հաջորդը դու ես եւ նա մեկնել է երկրից դեռ Ծառուկյանին կալանավորելուց առաջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովում այսօր ստեղծվել է բավականին արտարոց քաղաքական առումով ուշագրավ իրավիճակ։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ այսօր ժամը 16:00-ին իրենք լինելու են վեհափառի դատական նիստին։ Հանրապետությունն անսպասելի էր, հայտարարությունն անսպասելի էր, հատկապես այն պատճառով, որ այսօր խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխնախագահի թեկնածու ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը, ապա քվեարկությունը, այսինքն ընդդիմադիր խմբակցության համար սկզբունքային առաջնահերթություն է կաթողիկոսի եւ մյուս հոգեվորականների դատին ներկա լինելը։ Նկատենք, որ արդեն 3 օր է ինչ իշխանական падգամավորները մեկը մյուսի հետևից հարցեր են ուղղում Վարդևանյանին, ելույթներ ունենում նրա թեկնածության վերաբերյալ, եւ քաղաքական օրակարգում գլխավոր հարցերից մեկը դարձել է արդյոք իշխանությունը կապահովի նրա ընտրությունը առանց ընդդիմության, այդպիսով վիժեցնելով ընդդիմադիր փոխոսնակի ընտրության գործընթացը։ Հրապարակ թերթը գրում է. շաբաթներ առաջ գրել ենք, որ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Բերթերում ռեյդ է իրականացնում, հնազանդեցնում է կամային փորձառու պաշտոնյաներին, հատկապես նրանց, ովքեր փորձում են իր հրահանգներին առարկել, խմբագրել որոշ կարգադրություններ։ Արդիկ ՔԿՊ-ի լիազորություններն էին ժամանակավորապես դադարեցվել, ծառայական քննություն հայտարարել։ Տեղեկացանք, որ տիկին Թադևոսյանն ու իր տեղակալ Սահակ Գրիգորյանը կադրային ջարդ են սկսել բոլոր ՔԿՀ-ներում։ Բոլորին ասվել է կամ ենթարկվում եք կամ ազատվում եք զբաղեցրած պաշտոններից, ովքեր դիմադրում են եւ ազատման դիմում չեն գրում, մի քանի նկատողություն տալով ազատում են աշխատանքից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը նկատել է, որ ազգային ժողովի նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանն արդեն տեղափոխվել է Ալեն Սիմոնյանի նախկին աշխատասենյակ, խորհրդարանում նրան ուղեկցում են անվտանգության 2 աշխատակիցներ, իսկ նրա աշխատակազմը տեղավորվել է ԱԺ նախագահի աշխատակազմի համար նախատեսված սենյակներում։ Նոր փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որ օրեր առաջ ընտրվեց այդ պաշտոնում, արդեն աշխատում է Ռուբեն Ռուբինյանի նախկին աշխատասենյակում, իսկ Հայկ Կոնջորյանը, որը նույնպես ստանձնել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, արդեն 3-րդ օրն է իր աշխատանքը կազմակերպում է Հակոբ Արշակյանի համար նախատեսված աշխատասենյակում։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, եթե իշխանությունն աջակցի ընդդիմադիր падգամավոր Արամ Վարդևանյանին թեկնածությանը եւ նա ընտրվի ազգային ժողովի հաջորդ փոխնախագահ, նրա համար նախատեսված աշխատասենյակն արդեն նախապատրաստված է, այն գտնվում է Հայկ Կոնջորյանի աշխատասենյակի հարևանությամբ եւ ժամանակին ծառայել է ընդդիմադիր փոխնախագահների համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հայկ Սարգսյանն ավարտեց իր падգամավորական գործունեությունը, նա նոր ազգային ժողովի կազմում այլևս ընդգրկված չէ։ 2018 թվականից խորհրդարանում գտնվող Սարգսյանը նախ ընտրվել էր Իմ քայլը դաշինքի, ապա 2021 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ Խորհրդարանում Հայկ Սարգսյանն առավել հայտնի է իր հեղինակած աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններով, ամենամեծ քննարկումներն առաջացրին հատկապես զինվորական ծառայությանը վերաբերվող օրենսդրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում է որոշ դեպքերում ծառայությունից ազատվել պետությանը վճարումներ կատարելու միջոցով, նաև մեկ այլ նախագիծ, որի նպատակն էր խստացնել եւ սահմանափակել մոլախաղերի եւ առցանց կազինոների հասանելիությունը։ Հայկ Սարգսյանի ունեցվածքին վերաբերվող հրապարակմանը կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթում, քպականները բավական հարստացել են եւ մեծ այսպես ծավալի հոդված է, ձեր ժամանակը չխլեմ այդ առումով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը տեղեկացավ, որ ազգային ժողովի արդեն նախկին падգամավոր Խաչատուր Սուքիասյանի շքեղ նորոգված աշխատասենյակը տրամադրվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Արայիկ Հարությունյանը գտնվում է ազգային ժողովում, սակայն նա առանձնապես ակտիվ չէ խորհրդարանական միջավայրում։ Նկատելի է, որ նախկին աշխատակազմի ղեկավարը գործընկերների հետ ջերմ հարաբերություններ չունի, հիմնականում մեկուսացած է պահում իրեն, մասնակցում է նիստերին, երբեմն ելույթ ունենում կամ հարցեր հնչեցնում, ապա արագ վերադառնում իր աշխատասենյակ։
Ձեզ եմ ներկայացնում պոլիտիկայի մի հոդված, որը վերաբերում է ԿՊԱ-կան նախկին պատգամավորի մի հայտարարության։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԿՊԱ-կան Մարինա Ղազարյանը հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում փորձել է հիմնավորել, թե ինչու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ելույթ չունեցավ ԱԺ առաջին նիստի ընթացքում եւ հայտարարել է, որ նախորդ ելույթներն էլ սխալ էին։ Սխալ է եղել, կան նաև մահմեդականներ այնտեղ։ Սա իրապես սենսացիոն հայտարարություն է։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները քրիստոնյաներ են։ ԿՊ-ում միակ հայտնի մահմեդականը քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է։ Այլ մահմեդականներ գոնե մեզ հայտնի տվյալներով չկան։ Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԿՊ-ում կան մարդիկ, որոնք իսլամ են ընդունել, եւ այդ մասին գիտի Մարինա Ղազարյանը, մինչդեռ հանրությունը չգիտի։ Լավ կլինի, որ այդ մարդիկ հրապարակային խոսեն այդ մասին, ներկայացնեն իրենց կրոնական համոզմունքները։ Ի վերջո, հայ հանրությունը հանդուրժող է, եւ եթե Կնյազ Հասանովը որևէ խնդիր չունի, ապա վստահ կարելի ասել, որ ԿՊ-ի մյուս իսլամադավաններն էլ խնդիր չեն ունենա։ Այսօր այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48